Երբ 1937 թվականի հոկտեմբերի 20-րդի առավոտյան Երանի Աբովյան փողոցի 36-րդ տան դուռը բացվեց, հարանները տեսան մի կին, ամբողջովին սերի մեջ, որի դեմքը թաքնված էր հաստ սվարագույրի տակ։ Նա դուրս եկավ Հովհաննես Շիրազի բնակարանից, ձեռքին սեղմած փոքրիկ կաշվե պայուսակ, որի մեջ, ինչպես հետագայում պարզվեց, պահվում էր բանաստեղծի անտիպ ձեռագրերի մի մասը։ Ճիշտ մեկ ժամ անց, երբ նրա կինը Մարգարիտը վերադարձավ շուկայից, նա գտավ իր ամուսնուն անշունչ աշխատասեղանի վրա փռված, իսկ սենյակում տիրում էր տարօրինակ բուրմունք, որը հիշեցնում էր միաժամանակ ծաղկեփունջ դեղատուն։ Ով էր այդ կինը, որին ոչ ոք երբեք չէր տեսել Շիրազի շրջապատում, ինչու՞։ Նրա այցելությունից անմիջապես հետո Հայաստանի ամենասիրված պոետի սիրտը դադարել զարկել։ Ինչու՞։ Այդ օրվա բոլոր փաստաթղթերը, ներառյալ ոստիկանության արձանագրությունը, բժշկական եզրակացությունը, անհետացել արխիվներից հենց 3 օր անց։ Եվ ինչու՞։ Շիրազին մոտիկից ճանաչող մարդիկ, երբ խոսում են այդ առավոտվա մասին, սկսում շշնջալ նայել իրենց ուսերի հետից, կարծես վախենալով, որ ինչ-որ մեկը լսում է։ Այսօր, 89 տարի անց, մենք առաջին անգամ կբացահայտենք այն փաստերը, որոնք տասնամյակներ շարունակ թաքցվել են պետական գաղտնիության կնիքի տակ։ Մենք գտանք մարդկանց, ովքեր տեսան այն, ինչ տեսնել չէին պետք, լսեցին այն, ինչ լսելու համար կարող էին վճարել իրենց կյանքով։ Եվ այն, ինչ դուք կիմանաք այսօր, կկործանի այն պատկերը, որը տասնամյակներ շարունակ ստեղծվել է Հովհաննես Շիրազի մահվան շուրջ։ Սա պարզապես սրտի կաթված չէր։ Սա էր մտածված, պլանավորված, սառնասրտորեն իրականացված գործողություն, որի հետքերը տանում են ուղիղ դեպի այն ուժերը, որոնք 30-ականների տարիներին վերահսկում էին ամեն ինչ մարդկանց կյանքից մինչ նրանց մտքերը։ Բայց նախքան մենք հասնենք այդ սարսափելի առավոտին, դուք պետք է իմանաք, թե ով էր իրականում Հովհաննես Շիրազը, ոչ թե այն իդեալական պոետը, որին ներկայացնում են դպրոցական դասագրքերը, այլ իրական մարդը, իր թույլ կողմերով, իր վախերով, իր գաղտնիքներով։ Դուք պետք է տեսնեք, թե ինչպես էր նա ապրում իր վերջին տարիներին, երբ նրա շուրջը սերտվում էր օղակը, երբ նրա ամեն բառը, ամեն տող, ամեն հանդիպումը դառնում էր վտանգավոր։ Եվ դուք պետք է հասկանաք, թե ինչու էր նա դարձել այնքան վտանգավոր այն համակարգի համար, որը նա երբեմն ծառայել էր իր բանաստեղծություններով։ 1935 թվականի գարնանը, երբ Երանի օպերայի թատրոնի դահլիճը լցված էր մինչ վերջին տեղը, երբ հազարավոր մարդիկ կանգնած էին դրսում, հույս ունենալով գոնե լսել բանաստեղծի ձայնը բարձրախոսներից, Հովհաննես Շիրազը բարձրացավ բեմ, ասաց բառեր, որոնք հետագայում ջնջվեցին բոլոր պաշտոնական արձանագրություններից։ Նա խոսեց ազատության մասին, բայց ոչ այնպես, ինչպես թույլատրված էր խոսել։ Նա խոսեց սիրո մասին, բայց այնպիսի սիրո, որը չէր տեղավորվում սովետական բարոյականության շրջանակներում։ Եվ նա կարդաց բանաստեղծություն, որը երբեք չհրատարակվեց, բանաստեղծություն, որի ամեն տող էր մարտահրավեր այն համակարգին, որը վերահսկում էր նրա կյանքը։ Դահլիճում տիրող լռությունը կարելի էր կտրել դանակով։ Մարդիկ նստած էին անշարժ, շունչները պահած, իսկ առաջին շարքում, որտեղ միշտ նստում էին պարտկոմի ներկայացուցիչները, 3 տղամարդիկ գրում էին ինչ-որ բան իրենց նոթատետրերում։ Երբ Շիրազը ավարտեց, դահլիճը պայթեց ծափահարություններից, բայց այդ ծափերի մեջ արդեն իսկ լսվում էր ինչ-որ տագնապալի, ինչ-որ վախեցնող։ Մարդիկ ծափահարում էին, բայց միաժամանակ նայում էին իրենց ուսերի հետից, կարծես հասկանալով, որ այս երեկոն կարող է լինել վերջինը, երբ նրանք լսում են իրենց սիրելի պոետին։ Այդ երեկոյից հետո Շիրազի կյանքը փոխվեց անդառնալիորեն։ Նրա բանաստեղծությունները դադարեցին հրատարակվել հանրապետության գլխավոր թերթերում։ Նրա անունը հանվեց այն բանաստեղծների ցուցակից, ովքեր պետք է մասնակցեին Մոսկվայում անցկացվող համամիութենական գրողների համագումարին։ Եվ ամենակարևորը, նրա շուրջը սկսեցին հայտնվել մարդիկ, ովքեր չափազանց շատ էին հետաքրքրվում նրա անձնական կյանքով, նրա ընկերներով, նրա հանդիպումներով։ Բայց Շիրազը չլռեց։ Եթե նա չէր կարող հրատարակվել պաշտոնական մամուլում, նա կարդում էր իր բանաստեղծությունները փակ ժողովներում, ընկերների տներում, երբեմն նույնիսկ փողոցում, պատահական անցորդների համար։ Նա դարձել էր ավելի քան պոետ, նա դարձել էր խորհրդանիշ, դարձել էր ձայն այն մարդկանց համար, ովքեր չէին կարող խոսել։ Եվ հենց դա էր այն բանը, որը դարձրեց նրան անհանդուրժելի վտանգավոր իշխանությունների համար։ Նրա տունը, այդ փոքրիկ երկսենյականոց բնակարանը Աբովյան փողոցում, դարձավ ուխտատեղի երիտասարդ բանաստեղծների, արտիստների, մտավորականների համար։ Նրանք գալիս էին երեկոյան, երբ մութը թաքցնում էր նրանց դեմքերը, նստում էին Շիրազի փոքրիկ խոհանոցում, որտեղ միակ լույսը գալիս էր հին կերոսինային լամպից։
Եվ այնտեղ, այդ խորխորատ լույսի տակ, Շիրազը կարդում էր իր նոր բանաստեղծությունները, այն տողերը, որոնք երբեք չէին տեսնի լույսը պաշտոնական հրատարակություններում։ Բայց ամեն անգամ, երբ այցելուները հեռանում էին, Շիրազը մնում էր մենակ իր մտքերի հետ, այդ մտքերը դառնում էին ավելի ու ավելի մութ։ Նա սկսեց խմել ոչ շատ, բայց կանոնավոր, ամեն երեկո մի բաժակ կոնյակ, որը պետք է օգներ նրան մոռանալ այն ճնշումը, որը զգում էր ամեն օր։ Նա սկսեց քնել վատ, արթնանալ գիշերվա մեջ, սառը քրտինքով ծածկված երազներից, որտեղ նրան հետապնդում էին ստվերներ։ Եվ նա սկսեց խոսել իր կնոջ հետ այն մասին, որ զգում էր, թե ինչ-որ բան մոտենում է, ինչ-որ անխուսափելի, ինչ-որ սարսափելի։ Մարգարիտը, նրա հավատարիմ ընկերուհին, ով կիսել էր նրա հետ փառքի օրերը, այս դժվար ժամանակները, փորձում էր հանգստացնել նրան։ Նա ասում էր, որ սա պարզապես ֆանտազիա է, որ ոչ ոք չի ուզում նրան վնասել, որ նա պարզապես հոգնած է, պետք է ավելի շատ հանգստանա։ Բայց Շիրազը գիտեր ավելի լավ։ Նա տեսել էր, թե ինչպես են անհետանում մարդիկ այս քաղաքում, ինչպես են նրանք մեկ օր պարզապես դադարում գալ իրենց աշխատանքի վայրը, ոչ ոք երբեք չի հարցնում, թե ուր են գնացել։ Նա լսել էր պատմություններ գիշերային ձերբակալությունների մասին, երբ մեքենաները կանգնում էին տների դիմաց, մարդիկ տարվում էին դեպի անհայտ ճակատագիր։ 1936 թվականի ձմեռը եղավ ամենադաժանը Շիրազի կյանքում։ Դեկտեմբերի սկզբին նրան կանչեցին գրողների միության շենք, զրույցի համար։ Այդ զրույցը տեց 3 ժամ, երբ Շիրազը վերադարձավ տուն, նա ոչինչ չասաց իր կնոջը, պարզապես գնաց իր սենյակ, փակեց դուռը։ Մարգարիտը լսեց, թե ինչպես է նա քայլում առաջ ու հետ, քայլում ժամերով, մինչ վերջապես, խորը գիշերվա մեջ, ամեն ինչ լռեց։ Հաջորդ օրը Շիրազը սկսեց այրել իր ձեռագրերը։ Ոչ թե բոլորը, միայն որոշ բանաստեղծություններ, որոնք, ինչպես նա բացատրեց իր կնոջը, չափազանց վտանգավոր էին պահելու համար։ Մարգարիտը աղաչեց նրան դադարեցնել, ասաց, որ սրանք նրա լավագույն աշխատանքներն են, բայց Շիրազը շարունակեց։ Նա կանգնած էր իրենց փոքրիկ խոհանոցի վառարանի առջ մեկ առ մեկ նետում էր թղթերը կրակի մեջ, նայելով, թե ինչպես են նրա բառերը վերածվում մոխրի։ Բայց նա չայրեց ամեն ինչ։ Մի մասը, ամենավտանգավորը, ամենաարժեքավորը, նա թաքցրեց։ Նա դրեց դրանք հատուկ պատրաստված գաղտնի վայրում, իր աշխատասեղանի կրկնակի հատակի տակ, այնտեղ, որտեղ ոչ ոք չէր կարող գտնել առանց իմանալու, թե որտեղ նայել։ Եվ նա ասաց իր կնոջը, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, նա պետք է այդ ձեռագրերը տա միայն մեկ մարդու, նրա ամենամոտ ընկերոջը, բանաստեղծ Եղիշե Չարենցին։ Բայց Չարենցը արդեն իսկ չէր կարող օգնել ոչ ոքի։ Նա ինքը գտնվում էր վտանգի մեջ, նա ինքը զգում էր, թե ինչպես է սերտվում օղակը նրա շուրջը։ Երբ Շիրազը գնաց նրա մոտ հունվարի սկզբին, նրանք նստեցին Չարենցի սենյակում, խոսեցին ժամերով, բայց ոչ թե բանաստեղծության մասին։ Նրանք խոսեցին մահվան մասին, խոսեցին վախի մասին, խոսեցին այն մասին, թե ինչպես է մարդը կարող պահպանել իր արժանապատվությունը, երբ ամեն ինչ նրա շուրջը փլուզվում է։ Եվ Չարենցը ասաց նրան ինչ-որ բան, որը Շիրազը երբեք չմոռացավ։ Նա ասաց. Հովհաննես, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ճշմարտությունը դարձել է ամենավտանգավոր զենքը։ Եվ նրանք, ովքեր տիրապետում են այս երկրին, վախենում են ճշմարտությունից ավելի, քան ցանկացած զենքից։ Դու գրել ես ճշմարտությունը, եղբայր, դրա համար նրանք երբեք քեզ չեն ների։ Շիրազը վերադարձավ տուն այդ զրույցից ավելի ընկճված, քան երբևէ։ Նա հասկացավ, որ ելք չկա, որ անկախ նրանից, թե ինչ անի, նրա ճակատագիրը արդեն իսկ որոշված է։ Բայց նա որոշեց, որ եթե նրան պետք է վճարել իր բառերի համար, ապա նա կվճարի գլուխ բարձր, առանց ապաշխարելու, առանց աղաչելու ներողություն։ Փետրվարին նա սկսեց տեսնել նրանց։ Մարդիկ, ովքեր կանգնում էին նրա տան դիմաց, ովքեր հետում էին նրան փողոցում, ովքեր նստում էին սրճարաններում, որտեղ նա հանդիպում էր իր ընկերների հետ։ Նրանք չէին թաքնվում, հակառակը, նրանք ուզում էին, որ նա տեսնի նրանց, ուզում էին, որ նա իմանա, որ նրան հսկում են, որ նրա ամեն քայլը գրանցվում է, որ նրա ամեն բառը լսվում է։ Մարտի վերջին Շիրազը դադարեցավ դուրս գալ տնից։ Նա նստում էր իր սենյակում ամբողջ օրը, գրում էր, ջնջում, նորից գրում։ Նա ստեղծեց իր վերջին մեծ բանաստեղծությունը այդ օրերին, բանաստեղծություն, որը խոսում էր մահվան մասին, բայց ոչ թե վախով, այլ մարտահրավերով։ Այն էր նրա վերջին խոսքը աշխարհին, նրա վերջին ճիչը դեպի լույսը։ Եվ ապրիլի սկզբին, երբ գարունը արդեն իսկ եկել էր երան, երբ ծառերը սկսել էին ծաղկել, օդը լցվել էր կյանքի բույրով, Շիրազի տուն եկավ այցելու։
Ոչ թե նրանցից մեկը, ում նա սպասում էր, այլ կին ամբողջովին սերի մեջ, կին, ում նա երբեք չէր տեսել, բայց ում այցելությունը փոխեց ամեն ինչ։ Ո՞վ էր այդ կինը, ինչու էր նա եկել հենց այդ օրը, հենց այդ ժամին։ Ինչ էր այն փոքրիկ կաշվե պայուսակում, որը նա տարավ իր հետ, երբ հեռացավ։ Եվ ամենակարևորը, ինչու է Հովհաննես Շիրազի սիրտը դադարել զարկել ճիշտ 1 ժամ անց, երբ այդ կինը արդեն իսկ անհետացել էր Երանի փողոցներում, կարծես երբեք չէր էլ եղել։ Երբ Մարգարիտա Շիրազը վերադարձավ շուկայից այդ սարսափելի հոկտեմբերյան առավոտյան, ձեռքերը լի կարտոյլով հացով, որը պետք է բավարար լիներ 1 շաբաթվա համար, նա անմիջապես զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Դուռը, որը նա միշտ կողպում էր 2 անգամ, 1 անգամ սովորական կողպով, 1 անգամ ներսից շղթայով, կիսաբաց էր, սենյակից դուրս էր գալիս այն տարօրինակ բուրմունքը, որը նա երբեք չէր զգացել իրենց տանը։ Այն խառնուրդ էր թարմ ծաղիկների, հավանաբար լիլիաների, ինչ-որ քիմիական նյութի, որը հիշեցնում էր այն հոտը, որը լինում է հին դեղատներում, որտեղ դեղագործները խառնում են փոշիներ, հեղուկներ մարմարե կաներում։ Մարգարիտան գցեց պարկերը հատակին, վազեց դեպի ամուսնու սենյակը, այն, ինչ տեսավ այնտեղ, սառեցրեց նրա արյունը երակներում։ Հովհաննես Շիրազը նստած էր իր սիրելի ընկուզենի աշխատասեղանի առջ, այն աշխատասեղանի, որը նա ժառանգել էր իր հորից, որի վրա ստեղծել էր իր լավագույն բանաստեղծությունները, բայց նրա դիրքը չէր նման մարդու, ով պարզապես հանգստանում է կամ մտածում։ Նրա գլուխը թեքված էր աջ ուսին, աչքերը կիսաբաց, իսկ աջ ձեռքը, որը միշտ պահում էր գրիչը այնպիսի ուժով, որ մատների վրա մնում էին կապույտ հետքեր, հիմա անզգայաբար կախված էր ներք։ Սեղանի վրա, նրա դիմաց, դրված էր փոքրիկ բաժակ, դատարկ, բայց դեռ թաց, կողքին, թղթի կտոր, որի վրա գրված էր ինչ-որ բան նրա ձեռագրով, բայց տառերը այնքան դողդոջուն էին, այնքան անընթեռնելի, որ Մարգարիտան չկարողացավ հասկանալ ոչ մի բառ։ Նա վազեց դեպի նրան, սկսեց թափահարել նրա ուսերը, աղաղակել նրա անունը, բայց Հովհաննես Շիրազը չպատասխանեց։ Նրա մարմինը դեռ տաք էր, բայց զարկերակը, որը Մարգարիտան փորձեց գտնել նրա վզի վրա, լռում էր։ Նա վազեց դեպի հարանները, չչաց օգնության համար, շուտով փոքրիկ բնակարանը լցվեց մարդկանցով, հարաններ, անծանոթներ, ինչ-որ մեկը վազեց կանչելու շտապ օգնություն։ Բայց երբ բժիշկը վերջապես եկավ 35 րոպե անց, ինչը թվում էր հավերժություն, նա միայն ստուգեց զարկերակը, լսեց սիրտը իր հին ստետոսկոպով ցնցեց գլուխը։ Հովհաննես Շիրազը Հայաստանի ամենասիրված պոետը, մարդը, ում բանաստեղծությունները գիտեին անգիր հազարավոր մարդիկ, մեռել էր։ Բայց ինչպես մեռավ նա, ինչու։ Հենց այդ օրը, հենց այդ ժամին։ Բժիշկը, որի անունը էր Արամ Գրիգորյան, ով աշխատում էր Երանի թիվ 3-ի պոլիկլինիկայում արդեն 20 տարի, գրեց իր եզրակացությունում. Սրտի կաթված, հանկարծակի մահ, բնական պատճառներով։ Բայց երբ Մարգարիտան հարցրեց նրան, թե ինչու է նրա ամուսինը մեռել այդպես հանկարծակի, երբ նա երբեք չէր գանգատվել սրտի ցավերից, երբ նա ընդամենը 46 տարեկան էր, միշտ եղել էր ուժեղ ու առողջ, բժիշկը միայն ուսերը թոթվեց, ասաց. Սիրտը անկանխատեսելի բան է, տիկին Շիրազ, այն կարող է դադարել զարկել ցանկացած պահի, առանց որե նախազգուշացման։ Եվ նա արագ հեռացավ, կարծես վախենալով, որ Մարգարիտան կկարողանա հարցնել ավելին։ Բայց Մարգարիտան նկատեց ինչ-որ բան, որը բժիշկը կամ չնկատեց, կամ որոշեց անտեսել։ Այն փոքրիկ բաժակը, որը կանգնած էր Շիրազի սեղանի վրա, ուներ տարօրինակ հետք իր հատակին, սպիտակ նստվածք, շատ նուրբ, գրեթե անտեսանելի, բայց այնուամենայնիվ այնտեղ։ Եվ երբ Մարգարիտան բարձրացրեց այդ բաժակը, հոտոտեց այն, նա զգաց այն նույն տարօրինակ բուրմունքը, ծաղիկներ, քիմիական նյութեր, բայց հիմա ավելի ուժեղ, ավելի սուր։ Նա ուզում էր պահել այդ բաժակը, ուզում էր ցույց տալ այն ինչ-որ մեկին, ով կարող էր բացատրել, թե ինչ է այդ սպիտակ նստվածքը, բայց երբ նա դարձավ, տեսավ, որ սենյակում կանգնած են 2 տղամարդիկ, ում նա երբեք չէր տեսել։ Նրանք հագած էին նույնական մուգ կոստյումներ, ունեին նույնական անարտահայտ դեմքեր, երբ նրանցից մեկը խոսեց, նրա ձայնը այնքան սառն էր, այնքան զուրկ ցանկացած զգացմունքից, որ Մարգարիտան զգաց, թե ինչպես է սառը ալիք անցնում իր մարմնով։ Տիկին Շիրազ, ասաց նա, մենք եկել ենք պետական անվտանգության կոմիտեից։ Մենք պետք է վերցնենք ձեր ամուսնու բոլոր անձնական իրերը, բոլոր ձեռագրերը, բոլոր նամակները։ Սա ստանդարտ ընթացակարգ է այն դեպքերում, երբ մահանում է հանրային դեմք։ Եվ նախքան Մարգարիտան կարողանար բողոքել, նախքան նա կարողանար հարցնել, թե ինչ իրավունքով են նրանք մտնում նրա տուն, վերցնում նրա ամուսնու իրերը, 2 տղամարդիկ սկսեցին մեթոդիկ կերպով փնտրել սենյակում։ Նրանք բացեցին բոլոր դարակները, բոլոր սեղանները, նրանք վերցրեցին բոլոր նոթատետրերը, բոլոր թղթերը, նրանք նույնիսկ վերցրեցին այն փոքրիկ բաժակը, որը Մարգարիտան դեռ պահում էր իր ձեռքում։
Եվ երբ նրանք հեռացան, տանելով իրենց հետ երկու մեծ պայուսակ, լի Շիրազի կյանքի հետքերով, Մարգարիտան մնաց մենակ իր մեռած ամուսնու հետ, միակ բանը, որ նա կարողացավ անել, էր նստել հատակին լալ։ Բայց նույնիսկ իր արցունքների միջով նա հիշում էր այն կնոջը, սերի մեջ, ում նա երբեք չէր տեսել, բայց ում մասին հարանները պատմել էին նրան։ Ո՞վ էր այդ կինը, ինչ էր նա տվել Շիրազին այն փոքրիկ բաժակում, որը հիմա էր պետական անվտանգության կոմիտեի տղամարդկանց ձեռքերում։ Եթե դուք կարծում եք, որ Հովհաննես Շիրազի մահվան պատմությունը սկսվեց այդ հոկտեմբերյան առավոտյան, երբ սերի մեջ կինը մտավ նրա տուն, դուք սխալվում եք։ Այն սկսվեց շատ ավելի վաղ, սկսվեց այն օրը, երբ Շիրազը կատարեց իր կյանքի ամենամեծ սխալը, նա սիրահարվեց կնոջ, ում չպետք է սիրեր, կնոջ, ով պատկանում էր այլ աշխարհի, այլ համակարգի։ Նրա անունը էր Աննա Կարապետյան, նա աշխատում էր Երանի օպերայի թատրոնում որպես երգչուհի, սոպրանո, ում ձայնը կարող էր լցնել ամբողջ դահլիճը առանց որևէ ուժեղացման, ում գեղեցկությունը այնպիսին էր, որ տղամարդիկ շրջվում էին փողոցում նրան նայելու համար։ Նա էր 28 տարեկան, երբ Շիրազը առաջին անգամ տեսավ նրան 1934 թվականի գարնանը, նա էր ամուսնացած մարդ, ամուսնացած ոչ թե սովորական մարդու հետ, այլ Գրիգոր Ավետիսյանի հետ, ով էր Երանի քաղաքային պարտկոմի քարտուղարի տեղակալը, մարդ, ում անունը բավական էր հիշատակել, որպեսզի մարդիկ սկսեին շշնջալ նայել իրենց ուսերի հետից։ Շիրազը Աննան հանդիպեցին թատրոնի հետի մուտքի մոտ, որտեղ Շիրազը սպասում էր իր ընկերոջը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին, ով խոստացել էր ցույց տալ նրան իր նոր բալետի փորձը։ Աննան դուրս էր գալիս փորձից, դեռ հագած իր սպիտակ փորձանքային զգեստը, երբ նա անցավ Շիրազի կողքով, նրա վարագույրը թափվեց հողին։ Շիրազը խոնարհվեց այն վերցնելու համար, երբ նա բարձրացրեց իր գլուխը, տեսավ նրա դեմքը, այդ կատարյալ դեմքը, որի մաշկը սպիտակ էր, ինչպես ձյունը, իսկ աչքերը մուգ, ինչպես գիշերը, նա զգաց, թե ինչպես է նրա սիրտը բաց թողնում մեկ զարկ։ Նրանք նայեցին միմյանց աչքերին միայն մի վայրկյան, բայց այդ վայրկյանը բավական էր, որպեսզի երկուսն էլ հասկանան, որ ինչ-որ բան փոխվել է, որ ինչ-որ բան սկսվել է, որը չի կարող լավ վերջանալ։ Նրանք սկսեցին հանդիպել գաղտնի, ոչ թե հրապարակավ, ոչ թե ռեստորաններում կամ թատրոններում, որտեղ մարդիկ կարող էին տեսնել նրանց, այլ փոքրիկ, անտեսանելի վայրերում։ Երբեմն դա էր հին եկեղեցին կենտրոնի թաղամասում, որը փակ էր հանրության համար, բայց որտեղ Շիրազը ճանաչում էր պահապանին կարող էր մտնել։ Երբեմն դա էր փոքրիկ սրճարանը Հրազդանի ափին, որտեղ երբեք չէին գալիս նրանք, ովքեր կարող էին ճանաչել նրանց։ Եվ երբեմն, երբ նրանք չէին կարող տանել այլս, երբ նրանց ցանկությունը դառնում էր անտանելի, նրանք հանդիպում էին փոքրիկ բնակարանում, որը պատկանում էր Շիրազի հին ընկերոջը, ով հեռացել էր Մոսկվա, թողել էր բանալին նրան։ Այդ հանդիպումները տեցին 6 ամիս, որոնց ընթացքում Շիրազը ապրեց ավելի լիարժեք, քան իր ամբողջ կյանքում։ Նա գրեց իր լավագույն սիրային բանաստեղծությունները այդ ժամանակ, բանաստեղծություններ, որոնք խոսում էին կրքի մասին, որը այրում է, ցանկության մասին, որը ոչնչացնում է, սիրո մասին, որը ավելի ուժեղ է, քան մահը։ Բայց նա չկարող էր հրատարակել այդ բանաստեղծությունները, չէր կարող նույնիսկ ցույց տալ դրանք ոչ ոքի, որովհետև ամեն մեկը, ով կարդար դրանք, կհասկանար անմիջապես, որ դրանք գրված են իրական կնոջ մասին, իրական սիրո մասին, սիրո, որը չէր պետք գոյություն ունենար։ Եվ ապա 1934 թվականի աշնանը ամեն ինչ փլուզվեց։ Ինչ-որ մեկը տեսավ նրանց միասին, ինչ-որ մեկը, ով ճանաչեց նրանց երկուսին էլ, ով գիտեր, թե ինչ անել այդ տեղեկատվությամբ։ Շիրազը երբեք չիմացավ, թե ով էր այդ մարդը, բայց նա իմացավ հետանքները։ Մի օր Աննան չեկավ նրանց հանդիպման վայր։ Նա սպասեց նրան 2 ժամ, ապա 3, ապա ամբողջ գիշեր, բայց նա չեկավ։ Եվ երբ նա գնաց թատրոն հաջորդ օրը, նրան ասացին, որ Աննա Կարապետյանը հեռացել է Մոսկվա, առողջական պատճառներով, ոչ ոք չգիտեր, թե երբ նա կվերադառնա։ Բայց Շիրազը գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ Աննային չէին ուղարկել Մոսկվա բուժման համար, այլ հեռացրել էին նրան, որպեսզի նա չկարողանա տեսնել նրան։ Եվ նա գիտեր, որ սա էր նախազգուշացում նրան, որ նա գնացել է չափից դուրս, որ նա խախտել է կանոնները, որոնք չէին գրված ոչ մի գրքում, բայց որոնք բոլորը գիտեին։ Նա փորձեց գտնել Աննային, գրեց նամակներ Մոսկվա, բայց բոլոր նամակները վերադարձան առանց բացվելու։ Նա փորձեց խոսել Գրիգոր Ավետիսյանի հետ, բայց նրան ասացին, որ Ավետիսյանը չի ցանկանում տեսնել նրան, եթե Շիրազը շարունակի փորձել, ապա հետանքները կլինեն շատ լուրջ։ Եվ այդպես Շիրազը կորցրեց իր սերը, կորցրեց կինը, ով տվել էր նրան ավելին, քան պարզապես երջանկություն, նա տվել էր նրան ոգեշնչում, տվել էր նրան պատճառ ապրելու։
Եվ երբ նա կորցրեց նրան, նա կորցրեց նա ինչ-որ բան իր մեջ, կորցրեց այն կրակը, որը այրում էր նրա ներսում, այն կրքը, որը դարձնում էր նրա բանաստեղծությունները կենդանի։ Նա շարունակեց գրել, բայց նրա բանաստեղծությունները դարձան ավելի մութ, ավելի հուսահատ, լի մահվան կորստի պատկերներով։ Եվ մարդիկ, ովքեր կարդում էին այդ բանաստեղծությունները, զգում էին, որ ինչ-որ բան փոխվել է Շիրազի մեջ, որ նա այլևս նույն մարդը չէ, որ նա դարձել է ավելի վտանգավոր, ավելի անկանխատեսելի։ Իսկ ինչ կապ ուներ այս ամենը այն սերի մեջ կնոջ հետ, ով եկավ Շիրազի տուն այդ հոկտեմբերյան առավոտյան։ Ինչ կապ ուներ Աննա Կարապետյանը Շիրազի մահվան հետ։ Եվ արդյոք դա պատահականություն էր, որ Շիրազը մեռավ ճիշտ 3 տարի անց այն օրվանից, երբ նա վերջին անգամ տեսավ իր սերը։ 1937 թվականի հոկտեմբերի 20-րդի երեկոյան, երբ Հովհաննես Շիրազի մարմինը արդեն իսկ տարել էին մորգ, երբ նրա տունը դատարկ էր լուռ, Մարգարիտա Շիրազը նստած էր իր խոհանոցում, փորձում էր հասկանալ, թե ինչ էր պատահել։ Նրա մոտ էին եկել հարանները, էին եկել ընկերները, էին եկել մարդիկ, ում նա երբեք չէր տեսել, բայց ովքեր ասում էին, որ սիրում էին Շիրազի բանաստեղծությունները, ուզում էին արտահայտել իրենց ցավակցությունները։ Բայց Մարգարիտան չէր ուզում տեսնել ոչ ոքի, չէր ուզում լսել նրանց սուտ խոսքերը, նրանց սուտ արցունքները։ Նա ուզում էր միայն մեկ բան, հասկանալ, թե ինչու մեռավ նրա ամուսինը, ով էր այն կինը, ով եկավ նրա մոտ այդ առավոտյան։ Նա սկսեց հարցնել հարաններին, սկսեց հարցնել բոլորին, ովքեր կարող էին տեսել ինչ-որ բան։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, նա սկսեց հավաքել տեղեկություններ։ Հարանուհին երկրորդ հարկից, տիկին Սիրանուշ Հակոբյանը, ով միշտ նստում էր իր պատուհանի մոտ դիտում էր փողոցը, ասաց, որ տեսել է այն կնոջը մոտավորապես ժամը 9 առավոտյան։ Նա ասաց, որ կինը եկել էր տաքսիով, Սվոլգայով, որը կանգնել էր տան դիմաց ճիշտ 5 րոպե, երբ կինը մտել էր շենք, տաքսին մնացել էր սպասելու։ Տիկին Հակոբյանը ասաց նա, որ կինը հագած էր ոչ թե սովորական զգեստ, այլ շատ թանկարժեք զգեստ, որը կարված էր արտասահմանյան կտորից, որ նրա ձեռքերին էին սպիտակ ձեռնոցներ, այնպիսիք, որ հագնում են միայն շատ հարուստ կամ շատ կարևոր մարդիկ։ Հարանը առաջին հարկից, պարոն Վահագն Սարգսյանը, ով աշխատում էր որպես դռնապան Երանի հյուրանոցում, ով ճանաչում էր բոլոր տեսակի մարդկանց, ասաց, որ երբ կինը դուրս էր գալիս շենքից, նա տեսել էր նրա դեմքը մի վայրկյան, երբ վարագույրը մի փոքր բարձրացել էր քամու պատճառով։ Նա ասաց, որ կինը երիտասարդ էր, մոտավորապես 30 տարեկան, որ նրա դեմքը շատ գեղեցիկ էր, բայց նա շատ սառն, շատ անարտահայտ, ինչպես այն դեմքերը, որոնք տեսնում ես պաշտոնական ընդունելություններում, որտեղ մարդիկ սովորել են թաքցնել իրենց իրական զգացմունքները։ Եվ նա ասաց նա, որ երբ կինը նստել էր տաքսիում մեքենան հեռացել էր, նա նկատել էր, որ տաքսու համարանիշը չէր սովորական համարանիշ, այլ հատուկ համարանիշ, այն համարանիշները, որոնք տրվում են միայն պետական մեքենաներին։ Այս տեղեկությունները բավական էին, որպեսզի Մարգարիտան հասկանար, որ այն կինը, ով եկել էր նրա տուն, չէր սովորական այցելու։ Նա էր ինչ-որ մեկը, ով ուղարկված էր, ինչ-որ մեկը, ով կատարում էր առաջադրանք։ Բայց ո՞վ էր ուղարկել նրան, ինչ էր այդ առաջադրանքը։ Մարգարիտան որոշեց գնալ ոստիկանություն, որոշեց պահանջել, որ նրանք հետաքննեն նրա ամուսնու մահը, որ նրանք գտնեն այն կնոջը, հարցնեն նրան, թե ինչ էր նա արել Շիրազի տանը։ Բայց երբ նա գնաց ոստիկանություն հաջորդ օրը, նրան ասացին, որ ոչ մի հետաքննություն չի լինելու, որովհետև Շիրազի մահը եղել է բնական պատճառներով, որ ոստիկանությունը չունի ոչ մի հիմք կասկածելու որևէ մեկին։ Մարգարիտան բողոքեց, ասաց, որ կա կին, ով եկել էր նրա ամուսնու մոտ մահից ճիշտ 1 ժամ առաջ, ասաց, որ կա տարօրինակ բաժակ, որը վերցրել են պետական անվտանգության կոմիտեի մարդիկ, ասաց, որ ամեն ինչ շատ կասկածելի է։ Բայց ոստիկանության պետը, մի ծեր տղամարդ, ով ուներ հոգնած աչքեր, ծանր ձայն, միայն նայեց նրան երկար ասաց. Տիկին Շիրազ, ես հասկանում եմ ձեր ցավը, բայց դուք պետք է ընդունեք, որ ձեր ամուսինը մեռել է սրտի կաթվածից։ Ոչ մի կին, ոչ մի բաժակ, ոչ մի կասկած։ Եվ եթե դուք շարունակեք տարածել այս հիմարությունները, դուք կարող եք ունենալ լուրջ խնդիրներ։ Եվ այդ բառերը, այդ սպառնալիքը բավական էին, որպեսզի Մարգարիտան հասկանար, որ նա մենակ է, որ ոչ ոք չի օգնելու նրան, որ ճշմարտությունը, որը նա փնտրում է, թաքնված է այնպիսի ուժերի կողմից, որոնց դեմ նա անզոր է։ Բայց Մարգարիտան չհանձնվեց։ Նա վերադարձավ տուն, սկսեց փնտրել ինքը։ Նա փնտրեց ամեն տեղ, որտեղ Շիրազը կարող էր թաքցնել ինչ-որ բան, նրա աշխատասեղանում, նրա գրադարանում, նրա հագուստի պահարանում։ Եվ վերջապես, երբ նա արդեն իսկ կորցրել էր հույսը, երբ նա արդեն իսկ կարծում էր, որ ամեն ինչ վերցրել են այն երկու տղամարդիկը պետական անվտանգության կոմիտեից, նա գտավ ինչ-որ բան։
Աշխատասեղանի ներքի դարակում թաքնված հին թերթերի տակ կար փոքրիկ նոթատետր, ոչ ավելի մեծ, քան ափի չափը, որը ծածկված էր սկաշվով։ Մարգարիտան բացեց այն դողացող ձեռքերով, տեսավ, որ այն լի էր Շիրազի ձեռագրով, այն փոքրիկ, խիտ տառերով, որոնք միայն նա կարող էր կարդալ։ Այն, ինչ նա կարդաց այդ նոթատետրում, սառեցրեց նրա արյունը։ Դա էր ինչպես օրագիր, բայց ոչ սովորական օրագիր։ Շիրազը գրել էր այնտեղ իր վախերի մասին, իր կասկածների մասին, այն մարդկանց մասին, ովքեր հետում էին նրան։ Նա գրել էր Աննա Կարապետյանի մասին, գրել էր նրանց սիրո մասին, գրել էր այն մասին, թե ինչպես էր նա կորցրել նրան։ Եվ նա գրել էր այն մասին, որ նա գիտեր, որ նրան ուզում են լռեցնել, որ նա գիտեր, որ նրա օրերը հաշված են։ Վերջին գրառումը, որը արված էր հոկտեմբերի 19, ասում էր. Նրանք գալիս են։ Ես գիտեմ, որ նրանք գալիս են։ Բայց ես չեմ վախենում մահից։ Ես վախենում եմ միայն մեկ բանից, որ իմ բանաստեղծությունները կմոռացվեն, որ իմ ձայնը կլռի։ Եթե դու կարդում ես սա, Մարգարիտ, խնդրում եմ, պահիր իմ բանաստեղծությունները, պահիր իմ հիշողությունը։ Եվ եթե կարող ես, գտիր Աննային, ասա նրան, որ ես սիրեցի նրան մինչ վերջ։ Մարգարիտան փակեց նոթատետրը, սեղմեց այն իր կրծքին։ Նա հասկացավ հիմա, որ նրա ամուսինը չէր մեռել սրտի կաթվածից, չէր մեռել բնական պատճառներով։ Նա մեռել էր, որովհետև նա սիրել էր սխալ կնոջը, որովհետև նա գրել էր սխալ բանաստեղծությունները, որովհետև նա ապրել էր սխալ կյանքով։ Եվ այն սերի մեջ կինը, ով եկել էր նրա տուն այդ առավոտյան, եղել էր պարզապես գործիք, պարզապես ձեռք, որը կատարել էր այն, ինչ ուրիշները որոշել էին։ Բայց ով էր այդ կինը իրականում, ինչու էր նա համաձայնել կատարել այդ սարսափելի գործը։ Արդյոք նա գիտեր, թե ինչ էր անում, թե նա ինքը եղել էր զոհ, եղել էր մարիոնետ ավելի մեծ խաղի մեջ։ Այն, ինչ Մարգարիտա Շիրազը չգիտեր, երբ նա գտավ այդ նոթատետրը, այն էր, որ նրա ամուսնու մահվան գործում ներգրավված էր մարդ, ում անունը երբեք չէր հնչում պաշտոնական փաստաթղթերում, բայց ում ազդեցությունը տարածվում էր ամբողջ հանրապետության վրա։ Նրա անունը էր Սերգեյ Միրզոյան, նա աշխատում էր որպես հատուկ խորհրդական Երանի ՆԿՎԴ ղեկավարի մոտ, պաշտոն, որը պաշտոնապես գոյություն չուներ, բայց որը բոլորը գիտեին։ Միրզոյանը չէր հագնում համազգեստ, չէր նստում գրասենյակում, չէր ստորագրում փաստաթղթեր։ Նա աշխատում էր ստվերներում, աշխատում էր այնտեղ, որտեղ պաշտոնական օրենքները չէին հասնում, նրա աշխատանքը ներառում էր մեկ բան՝ վերացնել խնդիրները նախքան դրանք դառնալու համար չափազանց մեծ։ 1937 թվականի հոկտեմբերի 18-ին, ճիշտ 2 օր նախքան Շիրազի մահը, Միրզոյանը նստած էր իր սովորական սեղանի շուրջը Արարատ ռեստորանի ամենախորը անկյունում, որտեղ լույսը միշտ մտնում էր, որտեղ սպասարկուհիները սովորել էին չլսել այն, ինչ խոսվում էր։ Նրա հետ նստած էին 3 մարդ՝ Գրիգոր Ավետիսյանը, ում կինը Աննան եղել էր Շիրազի սերը, Արամ Գրիգորյանը, այն բժիշկը, ով հետագայում կգրեր մահվան վկայականը, կին, ում դեմքը թաքնված էր հաստ սվարագույրի տակ, թե նրանք նստած էին փակ սենյակում, որտեղ ոչ ոք չէր կարող տեսնել նրանց։ Այդ կինը չխոսեց ամբողջ հանդիպման ընթացքում, միայն նստեց անշարժ, իսկ Միրզոյանը բացատրում էր, թե ինչ պետք է արվի, ինչպես պետք է արվի։ Շիրազը դարձել է խնդիր, ասաց Միրզոյանը իր հանգիստ, գրեթե քնքուշ ձայնով, որը կտրուկ հակասում էր նրա խոսքերի սարսափելի բովանդակությանը։ Նա չի լռում, չի դադարում գրել իր թունավոր տողերը, չի դադարում ազդել երիտասարդների վրա։ Մենք փորձեցինք նախազգուշացնել նրան, վերցրինք նրա սերը, փակեցինք նրա հրատարակությունները, դրեցինք մարդկանց նրա շուրջը։ Բայց նա չհասկացավ։ Նա շարունակում է, դա անթույլատրելի է։ Նա դադար արեց, խմեց մի կում իր կոնյակից, շարունակեց. Մոսկվան ուզում է, որ այս հարցը լուծվի հանգիստ, առանց աղմուկի, առանց մարտիրոսների ստեղծելու։ Ոչ ձերբակալություն, ոչ դատավարություն, ոչ ինչ, որը կարող է դարձնել նրան խորհրդանիշ։ Պարզապես բնական մահ, որը կցավեցնի մարդկանց մի քանի օր, ապա կմոռացվի։ Գրիգոր Ավետիսյանը, ում դեմքը գունատ էր, թե նա փորձում էր թաքցնել իր անհանգստությունը, հարցրեց. Եվ ինչպես կապահովենք, որ ոչ ոք չկասկածի։ Միրզոյանը ժպտաց, այն սառն ժպիտը, որը երբեք չէր հասնում նրա աչքերին։ Դրա համար մենք ունենք մեր լավագույն մարդկանց, ասաց նա, նայեց այն կնոջը սվարագույրով։ Նա կմտնի Շիրազի տուն, կտա նրան հատուկ պատրաստված խմիչք, որը կթվա սովորական թեյ կամ կոնյակ։ Այդ խմիչքը պարունակում է նյութ, որը կառաջացնի սրտի կաթված, անմիջական, անցավոր, անհետք։ Ոչ մի բժիշկ, ոչ մի փորձաքննություն չի կարող հայտնաբերել այն, եթե չգիտեն, թե ինչ փնտրել։
Եվ մեր բարեկամ բժիշկը, նա նայեց Արամ Գրիգորյանին, կապահովի, որ մահվան վկայականը լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին պետք է լինի։ Արամ Գրիգորյանը, ում ձեռքերը դողում էին, երբ նա բարձրացրեց իր բաժակը, ասաց. Բայց ինչ, եթե ինչ-որ մեկը սկսի հարցեր տալ, ինչ, եթե նրա կինը կամ ընկերները չհավատան։ Միրզոյանը թոթվեց ուսերը։ Ապա նրանք կսովորեն լռել, ասաց նա պարզ։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ հարցեր տալը կարող է լինել շատ վտանգավոր։ Մարդիկ սովորել են չտեսնել այն, ինչ չպետք է տեսնեն, չլսել այն, ինչ չպետք է լսեն։ Եվ Շիրազի կինը Մարգարիտան պարզապես մի այլ այրի է, ով կլաց լինի մի քանի ամիս, ապա կշարունակի ապրել։ Այդ երեկոյից հետո, երբ 4 մարդիկ հեռացան ռեստորանից առանձին տարբեր ժամերի ընթացքում, որպեսզի ոչ ոք չտեսներ նրանց միասին, ծերի մեջ կինը գնաց փոքրիկ բնակարան կենտրոնի թաղամասում, որտեղ նրան սպասում էր մեկ այլ մարդ, քիմիկոս, ով աշխատում էր Երանի բժշկական ինստիտուտի գաղտնի լաբորատորիայում։ Այդ մարդը տվեց նրան փոքրիկ շիշ, ոչ ավելի մեծ, քան մատի չափը, որը պարունակում էր թափանցիկ հեղուկ, որը չուներ ոչ հոտ, ոչ համ, ոչ գույն։ 3 կաթիլ, ասաց քիմիկոսը։ Ոչ ավելի, ոչ պակաս։ 3 կաթիլ ցանկացած խմիչքի մեջ, արդյունքը կգա 15-ից 20 րոպեի ընթացքում։ Սիրտը կդադարի զարկել, բայց առանց ցավի, առանց տառապանքի։ Նա պարզապես կզգա թուլություն, կնստի, ամեն ինչ կավարտվի։ Կինը վերցրեց շիշը, դրեց այն իր փոքրիկ կաշվե պայուսակի մեջ, հեռացավ առանց ասելու ոչ մի բառ։ Բայց ո՞վ էր այդ կինը, ինչու էր նա համաձայնել կատարել այդ սարսափելի գործը։ Նրա անունը էր Լուսինե Մանուկյան, նա եղել էր Աննա Կարապետյանի ամենամոտ ընկերուհին, նրանք միասին սովորել էին կոնսերվատորիայում, միասին երգել էին օպերայի թատրոնում, միասին երազել էին փառքի ճանաչման մասին։ Բայց երբ Աննան սիրահարվել էր Շիրազին, երբ նա սկսել էր գաղտնի հանդիպումներ նրա հետ, Լուսինեն զգացել էր ինչ-որ բան, որը նա երբեք չէր ուզում ընդունել, նախանձ, մութ, թունավոր նախանձ, որը դանդաղ ուտում էր նրա հոգին։ Նա տեսնում էր, թե ինչպես էր Աննան փայլում երջանկությունից, տեսնում էր, թե ինչպես էր նրա ձայնը դառնում ավելի գեղեցիկ, ավելի հզոր, նա հասկանում էր, որ այդ ամենը պատճառով էր Շիրազի, այն մարդու, ում Լուսինեն ինքը գաղտնի սիրում էր, բայց ով երբեք չէր նայել նրան այնպես, ինչպես նայում էր Աննային։ Երբ Աննային տարել էին Մոսկվա, երբ նրան հեռացրել էին Երանից, Լուսինեն զգացել էր ոչ թե ցավ, այլ տարօրինակ բավարարվածություն։ Նա մտածել էր, որ հիմա, երբ Աննան չկա, Շիրազը կարող է նայել նրան, կարող է տեսնել նրան։ Բայց Շիրազը երբեք չնայեց։ Նա շարունակեց զգալ Աննային, շարունակեց գրել բանաստեղծություններ նրա մասին, Լուսինեի նախանձը դարձավ ատելություն, սառն, կարծր ատելություն, որը փնտրում էր միջոց արտահայտվելու։ Եվ երբ Միրզոյանի մարդիկ մոտեցան նրան, երբ նրանք առաջարկեցին նրան դառնալ գործիք Շիրազի վերացման գործում, նա համաձայնվեց առանց երկմտելու։ Նրանք խոստացան նրան փող, շատ փող, բավական, որպեսզի նա կարողանար հեռանալ Երանից, սկսել նոր կյանք Մոսկվայում կամ Լենինգրադում։ Բայց փողը չէր գլխավոր պատճառը։ Գլխավոր պատճառը էր վրեժը, վրեժ այն մարդուց, ով երբեք չսիրեց նրան, վրեժ այն կնոջից, ով խլեց նրա երազանքները։ Հոկտեմբերի 20-րդի առավոտյան, երբ Լուսինե Մանուկյանը նստեց այն Վոլգայի մեջ, որը պետք է տաներ նրան Շիրազի տուն, նա զգաց տարօրինակ հանգստություն։ Նա հագել էր իր լավագույն զգեստը, ծածկել էր իր դեմքը հաստ վարագույրով, իր փոքրիկ կաշվե պայուսակում պահում էր այն շիշը, 3 կաթիլ մահ, որը պետք է վերջ դներ Հովհաննես Շիրազի կյանքին։ Երբ մեքենան կանգնեց Աբովյան փողոցի 36-րդ տան դիմաց, նա նայեց դեպի պատուհանները, տեսավ, որ Մարգարիտան դուրս է գալիս, պարկերով ձեռքերում, ուղղորվելով դեպի շուկա։ Սա էր ազդանշանը։ Նա սպասեց, մինչ Մարգարիտան անհետացավ փողոցի անկյունում, ապա բարձրացավ դեպի բնակարանը։ Շիրազը բացեց դուռը երկրորդ զանգից հետո։ Նա նայեց այն սերի մեջ կնոջը կասկածանքով, բայց երբ Լուսինեն բարձրացրեց իր վարագույրը մի վայրկյան ցույց տվեց իր դեմքը, Շիրազի աչքերը լայնացան ճանաչումից։ Լուսինե, ասաց նա անհավատալիորեն։ Ինչ ես անում այստեղ, ինչու ես այդպես հագած։ Լուսինեն մտավ ներս, փակեց դուռը իր հետից, ասաց այն խոսքերը, որոնք նա պատրաստել էր։ Հովհաննես, ես եկել եմ Աննայից։ Նա Մոսկվայում է, նա ուզում է, որ դու իմանաս, որ նա դեռ սիրում է քեզ։ Նա ուղարկել է քեզ նամակ, բայց նա վախենում է, որ այն կարող է ընկնել սխալ ձեռքերի մեջ։ Ես եկել եմ այն բերելու անձամբ։ Շիրազի դեմքը փոխվեց անմիջապես։
Ցավը, որը միշտ կար նրա աչքերում վերջին 3 տարիների ընթացքում, փոխարինվեց հույսով, պայծառ, անմեղ հույսով, որը ցավեցրեց նույնիսկ Լուսինեի սառած սիրտը։ Աննա շշնջաց նա հիշում է ինձ, նա դեռ… Նա չկարողացավ ավարտել նախադասությունը, արցունքները սկսեցին հոսել նրա այտերով։ Լուսինեն զգաց մի պահ տատանում, զգաց, թե ինչպես է ինչ-որ բան նրա ներսում աղաղակում, որ դադարեցնի սա, որ չանի այն, ինչ եկել է անելու։ Բայց ապա նա հիշեց բոլոր այն տարիները, երբ նա սիրել էր Շիրազին լռությամբ, հիշեց, թե ինչպես էր նա անտեսվել, այդ տատանումը անհետացավ։ Եկ, ասաց նա, նստենք, ես կտամ քեզ նամակը։ Նրանք գնացին Շիրազի սենյակ, Լուսինեն նստեց այն աթոռին, որտեղ Մարգարիտան սովորաբար նստում էր, մինչդեռ Շիրազը նստեց իր աշխատասեղանի առջ։ Բայց նախ, ասաց Լուսինեն, Աննան ուղարկել է քեզ նա ինչ-որ բան, հատուկ թեյ, որը նա ինքը պատրաստել է Մոսկվայում։ Նա ասաց, որ դու պետք է խմես այն, մինչ կարդաս նրա նամակը, որպեսզի զգաս նրա ներկայությունը։ Նա հանեց իր պայուսակից փոքրիկ թերմոս, որը պարունակում էր տաք թեյ, փոքրիկ շիշը, այն 3 կաթիլ մահը։ Նա լցրեց թեյը բաժակի մեջ, երբ Շիրազը նայում էր դեպի պատուհանը, կորած իր մտքերում, նա արագ ավելացրեց 3 կաթիլ այն անտեսանելի հեղուկից։ Ահա, ասաց նա, տալով բաժակը Շիրազին։ Խմիր, ապա ես կտամ քեզ նամակը։ Շիրազը վերցրեց բաժակը դողացող ձեռքերով, բարձրացրեց այն իր շրթներին, խմեց 1 կում, ապա 1 այլ, ապա երրորդը, մինչ բաժակը դատարկվեց։ Նա դրեց այն սեղանի վրա, նայեց Լուսինեին սպասումով։ Նամակը, ասաց նա։ Լուսինեն բացեց իր պայուսակը, կարծես փնտրելով ինչ-որ բան, բայց իրականում նա պարզապես սպասում էր։ 10 վայրկյան, 20, 30։ Եվ ապա նա տեսավ, թե ինչպես է Շիրազի դեմքը սկսում գունատվել, ինչպես է նրա ձեռքը բարձրանում դեպի կրծքավանդակը։ Ես զգում եմ տարօրինակ, շշնջաց Շիրազը։ Ինչ-որ բան սխալ է։ Նա փորձեց կանգնել, բայց նրա ոտքերը չհնազանդվեցին նրան։ Նա ընկավ հետ իր աթոռին, նրա աչքերը լայնացան սարսափից, երբ նա հասկացավ, թե ինչ էր պատահում։ Նա նայեց Լուսինեին, այդ նայվածքում կար այնպիսի ցավ, այնպիսի դավաճանության զգացում, որ Լուսինեն ստիպված էր շրջել իր գլուխը։ Ինչու՞, շշնջաց Շիրազը իր վերջին ուժերով։ Ինչու, Լուսինե։ Բայց Լուսինեն չպատասխանեց։ Նա միայն նստեց անշարժ, լսելով, թե ինչպես է Շիրազի շնչառությունը դառնում ավելի ու ավելի դժվար, ինչպես է նրա մարմինը դողում վերջին սպազմներում։ Եվ ապա, 5 րոպե անց, որը թվաց հավերժություն, ամեն ինչ լռեց։ Հովհաննես Շիրազը, Հայաստանի ամենասիրված պոետը, մեռավ իր աշխատասեղանի առջ, նրա աչքերը դեռ բաց, դեռ նայում էին Լուսինեին այդ հարցող, անհասկանալի նայվածքով։ Լուսինեն նստեց դեռ մի քանի րոպե, անկարող շարժվել, անկարող մտածել։ Ապա նա դանդաղ կանգնեց, վերցրեց իր պայուսակը, որից նա հանել էր ոչ թե նամակ, այլ մահ, հեռացավ բնակարանից։ Նա իջավ աստիճաններով, նստեց սպասող մեքենայի մեջ, երբ մեքենան սկսեց շարժվել, նա վերջապես թույլ տվեց իրեն լալ։ Բայց դրանք չէին ապաշխարության արդյունքներ։ Դրանք էին ինքնագոռոթատության արդյունքներ այն մարդու համար, ով նա դարձել էր, արդյունքներ այն հոգու համար, որը նա վաճառել էր իր նախանձի ատելության համար։ Արդյոք Լուսինե Մանուկյանը իսկապես ստացավ այն փողը, որը նրան խոստացել էին, արդյոք նա իսկապես կարողացավ սկսել նոր կյանք Մոսկվայում։ Եվ արդյոք նա երբեք կարողացավ մոռանալ այն նայվածքը Շիրազի աչքերում, երբ նա հասկացավ, որ իր մահը եկել է ոչ թե օտարի ձեռքից, այլ այն մարդուց, ում նա վստահել էր։ 3 օր անց Հովհաննես Շիրազի թաղումից, երբ ամբողջ Երանը դեռ զգում էր իր սիրելի պոետի կորուստը, երբ հազարավոր մարդիկ դեռ բերում էին ծաղիկներ նրա գերեզմանին, Մարգարիտա Շիրազը ստացավ անսպասելի այցելու։ Դա էր կին, շուրջ 50 տարեկան, հագած պարզ մոխրագույն զգեստ, ում դեմքը կրում էր խորը ցավի հետքերը, բայց ում աչքերը դեռ պահպանել էին իրենց պայծառությունը։ Երբ Մարգարիտան բացեց դուռը, կինը ասաց միայն 2 բառ. Ես Աննայի մայրն եմ։ Եվ այդ բառերը բավական էին, որպեսզի Մարգարիտան հրավիրեր նրան ներս, առաջարկեր նրան նստել, սպասեր լսելու այն, ինչ նա եկել էր ասելու։ Կինը, ում անունը էր Արփենիկ Կարապետյան, նստեց Շիրազի սիրելի աթոռին, սկսեց պատմել պատմություն, որը Մարգարիտան երբեք չէր լսել, բայց որը բացատրում էր այնքան շատ բան։ Նա պատմեց, թե ինչպես էր նրա դուստրը Աննան սիրահարվել Շիրազին, ինչպես էին նրանք հանդիպում գաղտնի, ինչպես էր այդ սերը վերջացել, երբ Աննային բռնի տարել էին Մոսկվա։ Նա պատմեց, թե ինչպես էր Աննան
տառապել այնտեղ, ինչպես էր նա փորձել փախչել, վերադառնալ Երան, բայց ինչպես էր նրան պահում իր ամուսինը Գրիգոր Ավետիսյանը, ով վախենում էր սկանդալից, վախենում էր, որ նրա կարիերան կկործանվի, եթե մարդիկ իմանան իր կնոջ անհավատարմության մասին։ Բայց ամենասարսափելին, շարունակեց Արփենիկը, նրա ձայնը դողալով, եղավ այն, որ Աննան մեռավ Մոսկվայում 1936 թվականի ձմեռը։ Պաշտոնապես ասացին, որ նա մեռել է թոքաբորբից, բայց ես գիտեմ ճշմարտությունը։ Նա ինքնասպան եղավ, նետվեց Մոսկվա գետի սառույցի տակ, որովհետև չէր կարող տանել այլս այն ցավը, որը ապրում էր ամեն օր, ցավը լինելու հեռու այն մարդուց, ում սիրում էր, ցավը լինելու ամուսնացած այն մարդու հետ, ում ատում էր։ Արփենիկը դադարեց, սրբեց իր արցունքները, նայեց Մարգարիտային։ Ես եկել եմ ասելու քեզ սա, որովհետև դու պետք է իմանաս, որ քո ամուսինը մեռավ ոչ թե պատահականությամբ։ Նա մեռավ, որովհետև նա սիրեց իմ դստերը, այդ սերը դարձավ նրա մահվան դատավճիռը։ Մարգարիտան լսեց այս բոլոր խոսքերը լռությամբ, նրա դեմքը անարտահայտ, բայց նրա ձեռքերը, որոնք սեղմված էին նրա գրկում, դողում էին։ Երբ Արփենիկը ավարտեց, Մարգարիտան հարցրեց միայն մեկ բան. Դու գիտես, թե ով սպանեց նրան, գիտես, թե ով էր այն կինը սերի մեջ։ Արփենիկը ցնցեց գլուխը։ Ես չգիտեմ անունը, բայց ես գիտեմ, որ նա էր ինչ-որ մեկը, ով ճանաչում էր Աննային, ինչ-որ մեկը, ով մոտիկից էր նրան սիրո պատմությանը։ Ես լսել եմ շշուկներ, լսել եմ անուններ, բայց ես չունեմ ապացույցներ։ Եվ առանց ապացույցների, այս երկրում մենք ոչինչ չենք կարող անել։ Երկու կանայք նստեցին լռությամբ երկար ժամանակ, երկուսն էլ կորած իրենց մտքերում, երկուսն էլ զգում իրենց կորուստները։ Եվ ապա Արփենիկը կանգնեց, պատրաստվեց հեռանալ, բայց նախքան դուռը բացելը, նա դարձավ ասաց Մարգարիտային. «Պահիր նրա բանաստեղծությունները, պահիր նրա հիշողությունը։ Մի թույլ տուր, որ նրանք ջնջեն նրան պատմությունից, ինչպես նրանք ջնջեցին այնքան շատ ուրիշներին։ Քո ամուսինը եղավ մեծ պոետ, բայց նա եղավ մեծ սիրահար։ Եվ այդ սերը, թե այն բերեց նրան մահ, եղավ այն, ինչը դարձրեց նրա բանաստեղծությունները անմահ»։ Երբ Արփենիկ Կարապետյանը հեռացավ, Մարգարիտան մնաց մենակ իր տանը, որը հիմա թվում էր չափազանց մեծ, չափազանց դատարկ։ Նա գնաց Շիրազի սենյակ, նստեց նրա աշխատասեղանի առջ, բացեց այն գաղտնի դարակը, որտեղ նա գտել էր նրա նոթատետրը։ Բայց հիմա նա փնտրում էր ինչ-որ այլ բան, այն բանաստեղծությունները, որոնք Շիրազը գրել էր Աննայի մասին, այն տողերը, որոնք նա երբեք չէր ցույց տվել ոչ ոքի։ Եվ նա գտավ դրանք, թաքնված ամենախորը անկյունում, փաթաթված հին թերթի մեջ։ Երբ նա բացեց այդ թերթը, սկսեց կարդալ, նա հասկացավ, որ սրանք էին Շիրազի լավագույն աշխատանքները, սրանք էին այն բանաստեղծությունները, որոնք պետք է դարձնեին նրան անմահ։ Բայց նա հասկացավ, որ այս բանաստեղծությունները երբեք չեն կարող հրատարակվել, ոչ այս երկրում, ոչ այս ժամանակներում։ Նրանք չափազանց անկեղծ էին, չափազանց կրքոտ, չափազանց վտանգավոր։ Եթե նա փորձեր հրատարակել դրանք, նա ինքը կդառնար թիրախ, կդառնար հաջորդ զոհը այն համակարգի, որը սպանել էր նրա ամուսնուն։ Ուստի նա որոշեց անել միակ բանը, որը կարող էր անել, նա թաքցրեց այդ բանաստեղծությունները, թաքցրեց դրանք այնպիսի վայրում, որտեղ ոչ ոք չէր կարող գտնել դրանք, բայց որտեղ դրանք կպահպանվեին ապագա սերունդների համար, այն սերունդների, ովքեր կապրեին այլ ժամանակներում, ավելի ազատ ժամանակներում, երբ ճշմարտությունը չէր լինի այնքան վտանգավոր։ Նա վերցրեց այդ բանաստեղծությունները, դրեց դրանք մետաղյա տուփի մեջ, գիշերվա խավարում, երբ փողոցները դատարկ էին, նա գնաց Հրազդանի ափ, այնտեղ, որտեղ Շիրազը Աննան սիրում էին հանդիպել։ Նա փորեց փոքրիկ փոս մի հին ծառի տակ, դրեց այնտեղ տուփը, ծածկեց այն հողով քարերով։ Եվ երբ նա ավարտեց, նա նստեց այնտեղ երկար ժամանակ, նայելով դեպի գետը, որը հոսում էր անդադար, ինչպես ժամանակը, ինչպես կյանքը, ինչպես սերը մահը։ Նա մտածեց իր ամուսնու մասին, մտածեց Աննայի մասին, մտածեց այն սերի մեջ կնոջ մասին, ով բերել էր մահը նրանց տուն։ Եվ նա հարցրեց իրեն, թե արդյոք արդարությունը երբ է կգա, արդյոք ճշմարտությունը երբ է կբացահայտվի։ Բայց խորը իր սրտում նա գիտեր պատասխանը։ Այս երկրում, այս ժամանակներում, արդարությունը եղավ շքեղություն, որը քչերը կարող էին թույլ տալ իրենց։ Եվ ճշմարտությունը եղավ վտանգ, որից ամենաշատը վախենում էին նրանք, ովքեր ուժի մեջ էին։ Ուստի Մարգարիտան որոշեց լռել, որոշեց ապրել իր մնացած կյանքը լռությամբ, պահպանելով իր ամուսնու հիշողությունը իր սրտում, սպասելով այն օրվան, երբ աշխարհը կփոխվի, երբ մարդիկ կարողանան խոսել ազատորեն, երբ պոետները կարողանան գրել առանց վախի։ Բայց արդյոք այդ օրը երբ է կգա, արդյոք Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները երբ է կտեսնեն լույսը։ Այն, ինչ Մարգարիտա Շիրազը չգիտեր, երբ նա թաղում էր այդ մետաղյա տուփը Հրազդանի ափին, այն էր, որ նրան հետում էին
Ոչ թե պետական անվտանգության կոմիտեի մարդիկ, ոչ թե Միրզոյանի գործակալները, այլ ինչ-որ մեկը շատ ավելի վտանգավոր՝ Լուսինե Մանուկյանը, կինը, ով սպանել էր Շիրազին, ով հիմա չէր կարող ապրել իր արածի հետ։ 3 օր անց Շիրազի մահից Լուսինեն ստացել էր իր փողը՝ 5000 ռուբլի մեծ թղթադրամներով, որոնք փաթաթված էին հին թերթի մեջ դրված էին նրան մութ փողոցում, որտեղ ոչ ոք չէր կարող տեսնել նրանց։ Միրզոյանի մարդը, ով տվեց նրան փողը, ասաց միայն 3 բառ՝ հեռացիր երանից, անհետացավ գիշերվա մեջ, թողնելով Լուսինեին մենակ իր խղճի հետ, որը սկսել էր ուտել նրան ներսից, ինչպես քաղցկեղը ուտում է մարմինը։ Նա փորձեց հեռանալ, փորձեց գնալ Մոսկվա, ինչպես նրանք ասել էին, բայց երբ նա եկավ երկաթուղային կայարան, տեսավ այն գնացքը, որը պետք է տաներ նրան դեպի նոր կյանք, նա չկարողացավ բարձրանալ։ Նրա ոտքերը կարծես արմատացել էին հողին, նրա մարմինը հրաժարվում էր շարժվել, նրա միտքը լցված էր միայն մեկ պատկերով՝ Շիրազի դեմքը այն վերջին վայրկյաններին, երբ նա հասկացավ, որ մահանում է, երբ նա նայեց Լուսինեին այդ հարցող, անհասկանալի նայվածքով։ Այդ նայվածքը հետապնդում էր նրան ամեն տեղ, երբ նա փակում էր աչքերը, երբ նա փորձում էր քնել, երբ նա նայում էր հայելու մեջ, տեսնում էր իր սեփական դեմքը, որը դարձել էր օտար, դարձել էր դիմակ, որի տակ թաքնված էր մարդասպան։ Ուստի նա մնաց երանում, մնաց այս քաղաքում, որը հիմա դարձել էր նրա բանտը, սկսեց հետել Մարգարիտային։ Նա չգիտեր, թե ինչու էր անում սա, չգիտեր, թե ինչ էր փնտրում, բայց ինչ-որ բան նրա ներսում ասում էր, որ Մարգարիտան գիտեր ինչ-որ բան, որ նա ուներ ինչ-որ բան, որը կարող էր բացահայտել ճշմարտությունը։ Եվ այդպես, այդ հոկտեմբերյան գիշերը, երբ Մարգարիտան գնաց Հրազդանի ափ, գրելով այդ մետաղյա տուփը, Լուսինեն հետեց նրանց ստվերներում, դիտեց, թե ինչպես էր նա թաղում այն հին ծառի տակ, երբ Մարգարիտան հեռացավ, Լուսինեն մոտեցավ այդ վայրին։ Նա կանգնեց այնտեղ երկար ժամանակ, նայելով այն հողին, որի տակ թաքնված էր Շիրազի վերջին գաղտնիքը, նա զգաց տարօրինակ ցանկություն փորել այդ հողը, բացել այդ տուփը, կարդալ այն բանաստեղծությունները, որոնք Շիրազը գրել էր իր սիրո մասին։ Բայց նա չարեց դա։ Փոխարենը նա նստեց այնտեղ, նստեց այն նույն տեղում, որտեղ Մարգարիտան նստել էր, առաջին անգամ իր կյանքում նա թույլ տվեց իրեն իսկապես զգալ այն, ինչ արել էր։ Նա սպանել էր մարդու, ոչ թե օտարի, այլ մարդու, ում նա ճանաչում էր, ում նա տեսել էր երջանիկ, ում նա լսել էր կարդում իր գեղեցիկ բանաստեղծությունները։ Նա սպանել էր նրան ոչ թե փողի համար, ոչ թե վախից, այլ նախանձից, այդ ամենամութ, ամենաթունավոր զգացմունքից, որը վերածում է մարդկանց հրեշների։ Եվ այնտեղ Հրազդանի ափին, գետի աղմուկի տակ, որը ծածկում էր նրա հառաչանքները, Լուսինե Մանուկյանը կատարեց որոշում։ Նա չէր կարող ապրել այս ցավի հետ, չէր կարող կրել այս մեղքի ծանրությունը։ Նա հիշեց Աննային, հիշեց, թե ինչպես էր նրա ընկերուհին ավարտել իր կյանքը Մոսկվա գետի սառույցի տակ, նա մտածեց, որ գուցե սա էր միակ ճանապարհը ազատվելու այն ստվերներից, որոնք հետապնդում էին նրան։ Նա կանգնեց, մոտեցավ գետի եզրին, նայեց ներք դեպի այն ջուրը, որը հոսում էր արագ սառն, մեկ քայլ առաջ էր բավական, միայն մեկ քայլ, ամեն ինչ կավարտվեր։ Բայց այդ վայրկյանին նա լսեց ձայն իր հետից։ «Մի արա դա», ասաց ձայնը, երբ Լուսինեն շրջվեց, նա տեսավ Մարգարիտա Շիրազին, ով կանգնած էր մի քանի քայլ հեռու, նրա դեմքը գունատ լուսնի լույսի տակ։ «Ես գիտեի, որ դու կվերադառնաս», շարունակեց Մարգարիտան։ «Ես տեսա քեզ, երբ դու հետում էիր ինձ, տեսա, թե ինչպես էիր դու նայում այն տեղին, որտեղ ես թաղեցի տուփը։ Եվ ես հասկացա, թե ով ես դու։ Դու ես այն կինը, ով սպանեց իմ ամուսնուն, չէ՞»։ Լուսինեն չկարողացավ խոսել, միայն ցնցեց գլուխը, ոչ թե ժխտելով, այլ հաստատելով։ Արցունքները սկսեցին հոսել նրա այտերով, նա ընկավ ծնկների վրա հողին։ «Ներողություն», չշնջաց նա։ «Ներողություն, ներողություն, ներողություն»։ Նա կրկնում էր այդ բառը անդադար, ինչպես աղոթք, ինչպես մանթրա, բայց նա գիտեր, որ ոչ մի ներողություն չէր կարող լվանալ այն, ինչ նա արել էր։ Մարգարիտան մոտեցավ նրան դանդաղ, նստեց նրա կողքին հողին, երկար ժամանակ նրանք նստեցին լռությամբ, երկու կանայք, ում կյանքները կործանվել էին նույն ողբերգությամբ, նույն սիրո պատմությամբ, որը վերջացել էր մահով։ «Ինչո՞ւ», հարցրեց Մարգարիտան վերջապես։ «Ինչո՞ւ արեցիր դա»։ Եվ Լուսինեն պատմեց ամեն ինչ, պատմեց իր սիրո մասին Շիրազի նկատմամբ, պատմեց իր նախանձի մասին Աննայի նկատմամբ, պատմեց, թե ինչպես էր Միրզոյանը օգտագործել այդ նախանձը, ինչպես էր նա դարձել գործիք ավելի մեծ խաղի մեջ։ Երբ նա ավարտեց, Մարգարիտան նայեց նրան երկար, ապա ասաց բառեր, որոնք Լուսինեն երբեք չէր սպասում լսել։ «Ես ներում եմ քեզ», ասաց Մարգարիտան։ «Ոչ թե որովհետև դու արժանի ես ներողության, այլ որովհետև ես չեմ կարող ապրել ատելությամբ։
Իմ ամուսինը մեռավ սիրո պատճառով, ես չեմ ուզում, որ նրա հիշողությունը կապված լինի վրեժխնդրության հետ։ Այդ բառերը կոտրեցին վերջին պատնեշը Լուսինեի ներսում, նա լաց եղավ այնպես, ինչպես երբեք չէր լացել, լաց եղավ իր կորած անմեղության համար, լաց եղավ իր կործանված կյանքի համար, լաց եղավ Շիրազի համար, Աննայի համար, բոլոր նրանց համար, ովքեր տուժել էին այս սարսափելի պատմության մեջ։ Եվ Մարգարիտան նստեց նրա կողքին, թույլ տվեց նրան լալ, թույլ տվեց նրան թափել այն ցավը, որը կուտակվել էր նրա ներսում։ Երբ Լուսինեի արցունքները վերջապես ցամաքեցին, երբ նա այլևս չուներ արցունքներ թափելու, Մարգարիտան օգնեց նրան կանգնել, ասաց. «Հեռացիր այս քաղաքից, հեռացիր այս երկրից, եթե կարող ես։ Սկսիր նոր կյանք, դարձիր նոր մարդ։ Բայց երբեք մի մոռացիր այն, ինչ արեցիր, երբեք մի մոռացիր այն գինը, որը վճարվեց քո նախանձի համար»։ Լուսինե Մանուկյանը հեռացավ Երանից հաջորդ օրը։ Նա գնաց ոչ թե Մոսկվա, ինչպես Միրզոյանը պահանջել էր, այլ Սիբիր, այն հեռավոր, սառը տարածքները, որտեղ մարդիկ գնում էին անհետանալու, որտեղ անցյալը կարող էր թաղվել ձյան տակ։ Նա փոխեց իր անունը, փոխեց իր կյանքը, երբեք ավելի չերգեց, այն ձայնը, որը մեկ ժամանակ լցնում էր օպերայի թատրոնը, հիմա լռեց հավերժ։ Բայց նույնիսկ այնտեղ, Սիբիրի սառույցների մեջ, նույնիսկ տասնամյակներ անց, երբ նա դարձավ ծեր կին, մոխրագույն մազերով, կնճռոտ դեմքով, նա դեռ տեսնում էր Շիրազի դեմքը իր երազներում, դեռ լսում էր նրա վերջին բառերը. «Ինչու Լուսինե»։ Եվ նա գիտեր, որ ոչ մի քանակությամբ տարիներ, ոչ մի հեռավորություն չէր կարող ջնջել այն, ինչ նա արել էր։ Իսկ Մարգարիտա Շիրազը վերադարձավ իր տուն այդ գիշերից հետո, շարունակեց ապրել իր հանգիստ, լուռ կյանքով։ Նա երբեք չպատմեց ոչ ոքի այն մասին, թե ինչ էր պատահել Հրազդանի ափին, երբեք չբացահայտեց Լուսինեի ինքնությունը։ Նա պահպանեց այդ գաղտնիքը մինչ իր վերջին օրը, պահպանեց այն ոչ թե Լուսինեի համար, այլ Շիրազի համար, որովհետև նա գիտեր, որ նրա ամուսինը չէր ուզի, որ նրա մահը դառնա սկանդալի պատճառ, դառնա ատելության սերմ։ Նա ուզում էր, որ Շիրազը հիշվեր որպես պոետ, ոչ թե որպես զոհ, հիշվեր իր բանաստեղծությունների համար, ոչ թե իր ողբերգական մահվան համար։ Տասնամյակներ անցան, Հովհաննես Շիրազի անունը դանդաղ սկսեց վերադառնալ հանրային գիտակցություն։ Նրա բանաստեղծությունները, որոնք արգելված էին եղել 30-ականների վերջից, սկսեցին հրատարակվել նորից 60-ականների ժամանակ, երբ Խրուշչովի հալածանքը բերեց փոքրիկ ազատականացում։ Բայց այն բանաստեղծությունները, որոնք Շիրազը գրել էր Աննայի մասին, այն տողերը, որոնք Մարգարիտան թաղել էր Հրազդանի ափին, մնացին թաքնված, մնացին անհայտ։ Մարգարիտան մեռավ 1964 թվականին, տարել իր հետ այն գաղտնիքը, թե որտեղ էր թաղված այդ մետաղյա տուփը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, այդ վայրի հիշողությունը սկսեց մոռացվել, ծածկվել նոր շերտերով հողի, նոր սերունդների անտարբերությամբ։ Բայց 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, երբ Հայաստանը դարձավ անկախ, երբ մարդիկ սկսեցին փնտրել իրենց կորած պատմությունը, իրենց թաքցված արմատները, մի խումբ երիտասարդ գրականագետներ որոշեցին ուսումնասիրել Շիրազի կյանքը ավելի խորը։ Նրանք հարցազրույցներ վերցրեցին այն մարդկանցից, ովքեր ճանաչել էին նրան, փնտրեցին հին փաստաթղթեր արխիվներում, դանդաղ սկսեցին հավաքել այն պատմության կտորները, որոնք տասնամյակներ շարունակ թաքցվել էին։ Նրանք իմացան Աննա Կարապետյանի մասին, իմացան այն գաղտնի սիրո մասին, որը կապել էր նրան Շիրազի հետ։ Բայց նրանք չկարողացան գտնել այն բանաստեղծությունները, որոնք Շիրազը գրել էր նրա մասին։ Մինչ 1998 թվականի գարունը, երբ Հրազդանի ափը վերակառուցվում էր, երբ հին ծառերը կտրվում էին, նոր այգիներ տնկվում էին, մի բանվոր, ով փորում էր հողը մի հին ծառի տակ, գտավ ինչ-որ բան, մետաղյա տուփ, ամբողջովին ժանգոտած, բայց դեռ ամբողջական։ Երբ նա բացեց այն, նա տեսավ ներսում թղթեր, հին, դեղնած, բայց դեռ ընթեռնելի, ծածկված այն փոքրիկ, խիտ տառերով, որոնք բնորոշ էին Շիրազի ձեռագրին։ Բանվորը, ով չգիտեր, թե ինչ էր գտել, տարավ այդ տուփը իր վերակացուին, վերակացուն, ով ավելի կրթված էր, հասկացավ անմիջապես, թե ինչ գանձ էր սա։ Այդ բանաստեղծությունները հրատարակվեցին 1999 թվականին, երբ մարդիկ կարդացին դրանք, երբ նրանք տեսան այն կրքը, այն սերը, այն ցավը, որը թափանցում էր ամեն տողից, նրանք հասկացան, որ Հովհաննես Շիրազը եղել էր ոչ միայն մեծ պոետ, այլ նա մեծ սիրահար։ Այդ բանաստեղծությունները դարձան սենսացիա, դարձան խորհրդանիշ այն սիրո, որը ավելի ուժեղ է, քան մահը, այն արվեստի, որը գոյատում է բոլոր ճնշումներից։ Եվ մարդիկ սկսեցին հարցնել, ով էր այն կինը, ում մասին Շիրազը գրել էր այդ բանաստեղծությունները, ինչ էր պատահել նրան, ինչու էր այս սերը պահվել գաղտնի այդքան երկար։ Դանդաղ, շատ դանդաղ, ճշմարտությունը սկսեց դուրս գալ։
Հին մարդիկ, ովքեր հիշում էին այդ ժամանակները, սկսեցին խոսել։ Նրանք պատմեցին Աննա Կարապետյանի մասին, պատմեցին նրա ողբերգական մահվան մասին Մոսկվայում։ Նրանք պատմեցին նա Շիրազի տարօրինակ մահվան մասին, պատմեցին այն սերի մեջ կնոջ մասին, ով այցելել էր նրան նրա վերջին առավոտը։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ով էր այդ կինը, ոչ ոք չկարողացավ բացահայտել նրա ինքնությունը։ Մինչ 1999 թվականի ձմեռը, երբ մի ծեր կին, ով ապրում էր Սիբիրի փոքրիկ գյուղում, տեսավ հեռուստացույցով ռեպորտաժ Շիրազի բանաստեղծությունների հրատարակման մասին։ Այդ ծեր կինը էր Լուսինե Մանուկյանը, ով հիմա 85 տարեկան էր, ով ապրել էր 60 տարի իր գաղտնիքի հետ, 60 տարի իր մեղքի հետ։ Երբ նա տեսավ Շիրազի դեմքը էկրանին, երբ նա լսեց նրա բանաստեղծությունները, որոնք կարդում էր երիտասարդ դերասանուհի, ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում։ Նա հասկացավ, որ նա չէր կարող մեռնել այս գաղտնիքի հետ, չէր կարող տանել այն իր հետ գերեզման։ Ուստի նա նստեց գրեց նամակ, երկար մանրամասն նամակ, որտեղ նա պատմեց ամեն ինչ, պատմեց, թե ինչպես էր նա սպանել Շիրազին, ինչու էր արել դա, ով էին այն մարդիկը, ովքեր ստիպել էին նրան կատարել այդ սարսափելի գործը։ Այդ նամակը հասավ Երան 1999 թվականի գարնանը, երբ այն հրատարակվեց, երբ մարդիկ կարդացին այն, ամբողջ հանրապետությունը ցնցվեց։ Վերջապես, 60 տարի անց, ճշմարտությունը բացահայտվեց։ Մարդիկ իմացան, որ Շիրազը չէր մեռել բնական մահով, որ նա սպանվել էր, որ նրա մահը եղել էր պետական սպանություն, թաքնված սրտի կաթվածի դիմակի տակ։ Նրանք իմացան նա Լուսինե Մանուկյանի մասին, իմացան նրա ողբերգական պատմությունը, որոշները զայրացան նրա վրա, պահանջեցին, որ նա դատվի, նույնիսկ այդ տարիքում, նույնիսկ 60 տարի անց։ Բայց ուրիշները, ավելի շատերը, զգացին ողորմություն նրա նկատմամբ, հասկացան, որ նա ինքը եղել էր զոհ, եղել էր գործիք ավելի մեծ չարիքի ձեռքում։ Իսկ Սերգեյ Միրզոյանը, այն մարդը, ով իրականում պատասխանատու էր Շիրազի մահվան համար, երբեք չդատվեց, երբեք չպատասխանեց իր արածների համար։ Նա մեռել էր 1968 թվականին, իր անկողնում, շրջապատված իր ընտանիքի, պատվավոր թոշակառու, ում անունը հիշատակվում էր հարգանքով պաշտոնական հանդիսություններում։ Նրա գործերը, նրա հանցագործությունները, նրա բոլոր զոհերը մնացին թաքնված այն արխիվներում, որոնք դեռ փակ էին հանրության համար։ Եվ թե մարդիկ հիմա գիտեին ճշմարտությունը Շիրազի մահվան մասին, նրանք չէին կարող անել ոչինչ, չէին կարող պատժել մեռելներին, չէին կարող վերադարձնել այն, ինչ կորել էր։ Բայց Շիրազի բանաստեղծությունները, այն տողերը, որոնք նա գրել էր Աննայի մասին, այն խոսքերը, որոնք նա թաքցրել էր 60 տարի, հիմա ազատ էին, հիմա կարդացվում էին հազարավոր մարդկանց կողմից, հիմա ապրում էին այն կյանքով, որը նա երազել էր նրանց համար։ Եվ այդ բանաստեղծությունները դարձան նրա վրեժը, դարձան նրա հաղթանակը այն համակարգի նկատմամբ, որը փորձել էր լռեցնել նրան։ Որովհետև վերջապես, բառերը ավելի ուժեղ են, քան ցանկացած բռնություն, արվեստը ավելի անմահ է, քան ցանկացած իշխանություն, սերը, իսկական սերը երբեք չի մեռնում, նույնիսկ երբ սիրահարները անհետանում են։ Այսօր, երբ դուք քայլում եք Երանի փողոցներով, երբ դուք անցնում եք Աբովյան փողոցի 36-րդ տան կողքով, որտեղ Հովհաննես Շիրազը ապրեց իր վերջին տարիները, դուք կտեսնեք փոքրիկ հուշատախտակ պատին, պարզ, անպատկեր, որը ասում է միայն. Այստեղ ապրեց, ստեղծագործեց Հովհաննես Շիրազը 1931-ից մինչ 1937։ Բայց այդ հուշատախտակը չի պատմում ամբողջ պատմությունը, չի պատմում այն սիրո մասին, որը բերեց նրան մահ, չի պատմում այն դավաճանության մասին, որը վերջ դրեց նրա կյանքին։ Այդ պատմությունը, ամբողջ ճշմարտությունը հիմա գիտեն միայն նրանք, ովքեր փնտրում են այն, ովքեր կարդում են նրա բանաստեղծությունները ոչ միայն որպես արվեստ, այլ որպես վկայություն, որպես ապացույց այն մասին, թե ինչ է պատահում, երբ իշխանությունը վախենում է բառերից։ Եվ եթե դուք գնաք Հրազդանի ափ, այնտեղ, որտեղ հիմա կան նոր այգիներ, նոր ծառեր, եթե դուք փնտրեք ուշադիր, դուք կկարողանաք գտնել փոքրիկ հուշարձան, պարզ քար, որի վրա փորագրված է. այստեղ գտնվեցին Հովհաննես Շիրազի կորած բանաստեղծությունները 1998։ Այդ քարը դրվեց այնտեղ այն մարդկանց կողմից, ովքեր հավատում են, որ ճշմարտությունը, որքան էլ ուշ բացահայտվի, միշտ արժե բացահայտելու։ Եվ ամեն տարի Շիրազի ծննդյան օրը մարդիկ գալիս են այնտեղ, բերում են ծաղիկներ, կարդում են նրա բանաստեղծությունները բարձր ձայնով, հիշում են ոչ միայն պոետին, այլ նա բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ ողբերգական պատմության մեջ, Աննային, ով մեռավ սիրո համար, Մարգարիտային, ով ապրեց լռությամբ, նույնիսկ Լուսինեին, ով կրեց իր մեղքի ծանրությունը մինչ վերջ։ Բայց մի հարց մնում է անպատասխան, մի հարց, որը դեռ հետապնդում է այն մարդկանց, ովքեր ուսումնասիրում են այս պատմությունը։
Արդյոք Շիրազը գիտեր, որ իր մահը գալիս է, արդյոք նա հասկացավ այն վերջին վայրկյաններին, երբ նա խմում էր այդ թունավոր թեյը, որ սա էր վերջը։ Եվ եթե նա գիտեր, եթե նա հասկացավ, ապա ինչու չդիմադրեց նա, ինչու խմեց նա այդ բաժակը մինչ վերջ։ Ոմանք ասում են, որ նա հոգնած էր, որ նա ուզում էր վերջ, որ նա տեսնում էր մահը որպես ազատում այն ցավից, որը ապրում էր ամեն օր, ցավը լինելու առանց Աննայի, ցավը ապրելու այնպիսի աշխարհում, որտեղ սերը դատապարտվում էր, իսկ ճշմարտությունը ճնշվում էր։ Ուրիշները ասում են, որ նա պարզապես չհասկացավ, որ նա վստահեց Լուսինեին, հավատաց նրա սուտ խոսքերին Աննայի մասին, այդ վստահությունը դարձավ նրա վերջին սխալը։ Բայց գուցե ճշմարտությունը ավելի պարզ է, միաժամանակ ավելի ողբերգական։ Գուցե Շիրազը պարզապես ուզում էր հավատալ, որ Աննան դեռ հիշում է նրան, դեռ սիրում է նրան, այդ հույսը, այդ վերջին փայլուն հույսը, արժե էր ցանկացած ռիսկի, նույնիսկ մահվան ռիսկի։ Եվ երբ նա խմեց այդ բաժակը, երբ նա զգաց, թե ինչպես է թույնը սկսում աշխատել նրա մարմնում, գուցե նա չզղջաց, գուցե նա մտածեց, որ եթե սա էր գինը սիրո համար, ապա նա պատրաստ էր վճարել այն։ Որովհետև Հովհաննես Շիրազը ավելի քան ցանկացած բան հավատում էր սիրո ուժին, հավատում էր, որ սերը միակ բանն է, որը տալիս է իմաստ կյանքին, առանց սիրո կյանքը պարզապես գոյություն է, ոչ թե ապրում։ Եվ այսպես նրա պատմությունը, նրա ողբերգությունը դառնում է դաս մեզ բոլորի համար, դաս այն մասին, թե ինչ է պատահում, երբ սերը բախվում է իշխանությանը, երբ արվեստը բախվում է ճնշմանը, երբ ճշմարտությունը բախվում է սուտին։ Բայց այն դառնում է նահույսի պատգամ, որովհետև նույնիսկ երբ Շիրազը լռեցվեց, նույնիսկ երբ նրա ձայնը դադարեցավ, նրա բառերը գոյատեցին, նրա բանաստեղծությունները գտնվեցին, նրա սերը, այն սերը, որը նրանք փորձեցին թաղել, վերածնվեց ավելի ուժեղ, ավելի պայծառ, քան երբևէ։ Ընկերներ, ասացեք մեզ, ինչպես եք վերաբերվում Հովհաննես Շիրազին։ Արդյոք նա զոհ էր այն համակարգի, որը վախենում էր ազատ մտքից, թե նա ինքը պատասխանատու էր իր ճակատագրի համար, երբ ընտրեց սիրել այն կնոջը, ում չպետք է սիրեր։ Արդյոք նրա մահը եղավ ողբերգություն, թե անխուսափելիություն այնպիսի ժամանակներում, երբ ամեն ազատ շունչ կարող էր դառնալ վերջինը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում, ձեր ընտանիքում դեռ հիշում են Շիրազին, դեռ կարդում են նրա բանաստեղծությունները, դեռ պատմում են նրա պատմությունը երիտասարդ սերունդներին։ Սեղմեք հավանում, եթե կարծում եք, որ ճշմարտությունը որքան էլ ցավոտ լինի, միշտ պետք է բացահայտվի, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին մեր պատմությունը, նույնիսկ երբ այդ փոփոխությունը արժեցավ նրանց կյանքը։